են վերահսկողական լծակներ ունեցող անձինքներ գրավել շտաբում։ Բնականաբար լրագրողները միշտ մատնանշում են պաշտոնները, թե ով որտեղ է աշխատում, իսկ մենք նկատի ենք ունեցել փորձը, կազմակերպչական փորձը, եւ արդեն ընթացքի մեջ է բաշխումները կատարվում են ամեն օր մենք երեկոյան ժամը 6:30-ին 10:39-ին մենք հանդիպումներ 3 մարզպետների հետ հանդիպում ավարտվեց, այսօր կհանդիպենք պատգամավորների հետ մեծամասնական եւ 2-3 օրից արդեն բոլոր բաշխումները կատարված կլինեն եւ տեղակալների եւ շտաբի անդամների։ Էդուարդ Շարմազանովին ինչու եք դուրս դրել այս process-ներից։ Մամուլն անդրադարձել է, որ այս անգամ կարծեք թե նա որևէ մասնակցություն Որևէ մեկը դուրս մնացած չէ, կարևոր չէ թե այդ անունները ովքեր են, որ այնտեղ գրված են, Վահրամ Բաղդասարյան կամ մյուսները, բոլորը մենք թիմ ենք եւ այդտեղ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով, նպատակահարմար ենք գտել, որ քարոզչական աշխատանքներով կզբաղվի Վիգեն Սարգսյանը, իսկ Էդուարդ Շարմազանովը կա եւ մնում է որպես մամուլի խոսնակ, որը իր գործը պետք է կատարի։ Վարչապետի եւ նրա հարաբերությունների արդյունքում Այդ ով է մեկնաբանը, ես ասել որ նրանց հարաբերությունները փայլուն են, նույնիսկ իմ հարաբերություններից լավ։ Պարոն Բաղդասարյան, սա հենց վարչական ռեսուրսի օգտագործման վառ օրինակ չէ ձեր կողմից։ Որ մեկը ի նկատի ունի վարչական ռեսուրսի։ Հաշվի առնելով շտաբի կազմը։ Շտաբի կազմում մարդու, եթե դուք ինչ եք կարծում, այսինքն մենք ում էլ որ շտաբի անդամ դնենք, նրանք որևէ կառույցում աշխատակիցներ պետք է լինեն եւ դուք միևնույն է պետք է ասեք, որ նրանք կիրառեն իրենց վարչական ռեսուրսները։ Մենք որևէ խնդիր չենք դրել մեր առջև վարչական ռեսուրսներ կիրառելու։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ պետք է կատարեն կազմակերպչական աշխատանքներ։ Երաշխիքը մենք ենք, որը ասում ենք եւ դուք ականատեսը կլինեք դրա։ Եթե մենք 4-րդ, 5-րդ դեմքերով ձևավորենք շտաբը, բնականաբար լրագրողները պետք է մեկնաբանեն, որ իրենց համար դա մեկ է եւ իմիջիայլոց են վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին։ Երբ որ մենք առաջի դեմքերով ենք հանդես գալ, այդ ժամանակ ասում ենք ինչու այսպես, որովհետեւ մենք կարեւորում ենք սահմանադրական բարեփոխումները եւ պետք է վերահսկողությունը նաեւ այնպես սահմանենք, կարողանանք այնպես կազմակերպենք, որևէ խոցելի տեղ չմնա հնարավորինս, որովհետև սրան այս process-ին հետևում է ամբողջ միջազգային հանրությունը։ Կարեն Կարապետյանը, ով եւս շտաբի անդամ է, լրագրողների զրույցում ասաց, որ տարածքների նկատմամբ սպეციფიկ մոտեցում է լինելու։ Կմանրամասնեք ինչ է նշանակում այդ սպეციფიկ մոտեցումը, օրինակ Շիրակի մարզում հայտնի է, որ ոչ այնքան բարձր ձայներ։ Չէ, դուք կարող եք առանձին մարզերին տարբեր մոտեցումներ, մենք ի նկատի ունենք նաև աշխարհագրական դիրքը, եղանակային իրավիճակները, հանդիպումները մենք պետք է դեռ չենք որոշի, պետք է լինի դա բացօթյա, թե պետք է լինի դահլիճային, շտաբները թե ինչ կտրվածքով, փոքր համայնքներում կարող է միացնել մի քանի համայնքներ եւ մեկ շտաբը աշխատի այդ համայնքներով։ Երկրի ղեկավարը ներգրավելու է քարոզարշավում։ Վերադառնալուց հետո անմիջապես կլինի հանդիպում եւ նաեւ այդ խնդիրը, որը բարձրացնում եք եւ ձեզ շատ հետաքրքրում է երկրի նախագահի հետ մենք նաեւ կխորհրդակցենք այն ժամանակ, երբ որ շտաբը ավարտած կլինի իր աշխատանքը։